Ոչինչ, բարձր կասեմ, լավ։ Ազատություն, պարոն Փամբուկյան, տեսեք, ինչ սկսվել են փոսալցման հետ կապված սոցիալական ցանցերի աղմուկը, մարդկանց դժգոհությունը, դուք անընդհատ պատճառների մասին եք խոսում, որ այս սրա պատճառով ա եղել, նրա պատճառով ա եղել, ես իհարկե կգամ այս հարցին, բայց մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հարցրեց Շիրակի փողոցի մասին եւ պաշտոնյան ասաց, որ չեն արել ոչինչ ու նույնիսկ բարկացավ Տիգրան Ավինյանը, որ ես ձեզ մի քանի օր առաջ եմ ասել եւ այլն եւ այլն։ Այսինքն ակնհայտորեն քաղաքապետի առաջադրանքն էլ չէին կատարել ըստ այդ տեսանյութի, ըստ այդ նիստի ամեն դեպքում։ Դուք օրինակ ընդունում եք, որ քաղաքապետարանը թերանում է շատ հարցերում եւ քաղաքապետարանը սկսում է աշխատել, խնդրում եմ հնարավորինս անկեղծ պատասխանեք այս հարցին։ Եվ սկսում է աշխատել, երբ որ սոցիալական ցանցերում բլոգերները նկարում են եւ սկսում են խոսել այդ խնդիրների մասին, որոնք բնակիչներին 100,000-ավոր վարորդներին վնաս են պատճառել։ Նախ դուք ասեք, կան հարցեր, որ դուք ընդունում եք ձեր մեղքը, նույնիսկ այս հարցում ընդունում եք, որ դուք թերացել եք, չեք աշխատել։ Նախ սրան պատասխանեք, ես կանցնեմ առաջ։ Տիգրան Ավինյանի այդ օրվա օրինակով։ Տեսեք, ներկա ծավալների մեջ այն ծավալի աշխատանքներ, որ մենք իրականացնում ենք, ինչպես նաև նշեցի, որ փետրվար ամսին ասֆալտապատում իրականացնելը դա աննախադեպ է, բնականաբար ցանկացած մարդ, այդ թվում նաև քաղաքապետարանը, մենք եւ ես ունենք մեր թերացումները մեր աշխատանքում։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ դուք նույնպես ունեք թերացումներ եւ բոլորս ունենք թերացումներ։ Բայց դա չի նշանակում, ես իմ թերացումներից եմ խոսում, բայց դա չի նշանակում, որ մենք քաղաքապետարանը սպասում է, թե որևէ բլոգեր կամ մեր հարգելի լրագրողներից մեզ մատնանշեն խնդիրը։ Մենք նաեւ ունենք ակտիվ քաղաքացի հարթակ, որտեղ որ մեր քաղաքացիներն են անձամբ խնդիրները նշում, որովհետեւ քաղաքապետարանը իր անձնակազմով, նաև վարչական շրջանները չեն կարող նկատել, կարող են փոքր խնդիրները կամ միջին խնդիրները միգուցե իրենց աչքից վրիպի, բայց մեր քաղաքացիները, քանի որ ուշադիր են, իրենք տեսնում են, նկարում ուղարկում են եւ այդ խնդիրներին տրվում է լուծումներ։ Սա այն դեպքերից մեկն է, որը որ նույն մեր քաղաքացիները քաղաքապետին դիմել են, ակտիվ քաղաքացի հարթակով կամ գուցե իր Facebook-յան էջով, եւ այդ խնդիրը ըստ էության նաեւ Շիրակի փողոցում ես ուզում եմ նշել, որ այնուամենայնիվ փոսալցումներ իրականացվել էր ժամանակավոր, ոչ հիմնական, բայց փոսալցումներ իրականացվել էր։ Բնականաբար, եթե թերացումներից խոսենք, բոլորս էլ ունենք, մեր թերացումներն էլ ես դες նշում եմ, որ ֆորս մաժորային իրավիճակ է եղել եւ մենք մեր բոլոր մրցույթները եւ պայմանագրերը եւ նախապատրաստվածությունը այնպիսին էր նախորդ տարուց սկսած պլանավորած, որ մենք պետք է այս աշխատանքները սկսենք մարտի 1-ից մինչեւ մարտի 10 ընկած ժամանակահատվածում։ Բայց եղել է այնպես, որ խնդիր է առաջացել եւ մենք դա սկսել ենք փետրվարի ամսաթիվը չեմ հիշի 15-ից։ Այսինքն մենք նույնպես ժամանակի եւ արագության խնդիր ենք ունեցել, որովհետեւ այդ փոսերը ինչքան որ նեղում է ձեզ, կրկնակի կամ երակի կամ քառակի անգամ նեղել է մեզ։ Քիչ առաջ, տեսեք, դուք որ ասում եք իբրև ձեր նախաձեռնությամբ եք ինչ-որ բան անում, իմ գործընկերը, որ գալիս էինք ճանապարհին, խնդրում էր ձեզ հարց տալ, որ բնակիչ է, վարորդ է, Մասիվիչ Շոպրոնի փողոցի մասին, որ տևական ժամանակ քանդված է ինչ-որ աշխատանքների համար, եւ այդ ճանապարհը չի վերանորոգվում։ Այսինքն, չգիտեմ, քանի սրա մասին բլոգերները նյութ չեն արել, փաստորեն այդ ճանապարհը մնում է այդ վիճակում։ Եվ երկրորդը, օրինակ դուք որ ասում եք աղի պատճառով է, հիմա դուք մյուս տարի օրինակ աղ չեք կիրառելու ձյան դեմ, ինչ եք անելու։ Եւ մեկ էլ մյուս հարցը տա միանգամից, տեսեք, օրինակ վարչական շրջանի ղեկավարները ինչ են անում։ Ի վերջո, երբ որ խոսում են դրա մասին, չեն ասում քաղաքապետարան, որ ասում է, նկատի ունեն նաև վարչական շրջաներին։ Բնակիչները վարչական շրջաներով, որ գալիս են աշխատանքի կենտրոն, բոլորը ամեն օր նկատում են այդ ճանապարհների փոսերը։ Բա ինչ են անում վարչական շրջանի ղեկավարները, աշխատակիցները, եւ երբ որ սոցիալական ցանցերում մարդիկ ակցիաներ են անում, ֆլեշմոբեր են անում, ցույց են տալիս այդ մարդկանց պաշտոնյաներին ժամանակավոր լուծումներ, դրանից հետո քաղաքապետարանը ակտիվ աշխատանքի է անցնում։ Ուզում եմ հասկանալ, ինչ են անում օրինակ վարչական շրջանի ղեկավարները, որոնց աչքից վրիպում են այդ փոսերը, ինչը նկատում են ամեն օր վարորդները եւ տուժում են 100,000-ավոր դրամներ։
Կներեք, բայց ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքապետարանը ըստ ձեր ասացի աշխատում է միայն բլոգերների շնորհիվ, կներեք, թույլ տվեք ես չհամաձայնեմ, 1-2 բլոգեր կամ 3 բլոգեր կարող են ինչ-որ բաներ նկարել եւ համացանցում տեղադրել, դա չի նշանակում, որ ամբողջությամբ մեր աշխատանքը պայմանավորված է իրենց նկարելով, ես դες եւս մեկ անգամ հավաստիացնում եմ եւ կրկնում եմ, որ մենք առանց որևէ մեկի նկարելու մենք ինքներս այդ փոստերը տեսել ենք, մենք խորհրդակցություն ենք անցկացրել, ներքին խորհրդակցություն, թե երբ կարող ենք սկսել այդ աշխատանքները եւ երբ որ արդեն մենք պատկերացրել ենք, որ խնդրել ենք, որպեսզի գործարան բացվի, գործի, որտեղ գործարանները չեն աշխատել։ Մենք խնդրել ենք, որպեսզի այդ գործարանը գոնե մեկ գործարան, եթե կարող է աշխատացնել, որպեսզի ասֆալտ լինի եւ մենք կարողանանք թեկուզ տեղային լուծումները տալ, բայց մենք այդ տեմպի տակ կարողացանք այնպես անել, որ նաև արդեն սկսեցինք նորմալ կտրումով փոխհատուցումներ իրականացնել, այլ ոչ թե միայն բահային լուծումներով, այդ որ ժամանակավոր տեղային լցնում ենք։ Վարչական շրջանների հետ կապված ուզում եմ նշել, որ վարչական շրջանները նույնպես ունեն իրենց բյուջեն ասֆալտապատման հետ կապված եւ մեզ մոտ բաժանվում է երկու մասի կարելի է բաժանել մի մասը իրականացնում է շին բարեկարգման վարչությունը, որը որ քաղաքային նշանակության է, իսկ երկրորդական փողոցներում վարչական շրջանների իրականացնում է վարչական շրջանը։ Նախորդ տարի մեր վարչական շրջանների ընդհանուր քառակուսին կազմել է մոտ 220,000 քառակուսի փոխհատուցման աշխատանքներ, այս տարի գրեթե նույն չափի մոտ 200,000-ի կարգի է նախատեսված, այսինքն իրենք էլ իրականացնում են այդ բակային հատվածներում շին բարեկարգման վարչությունը իրականացնում է քաղաքային նշանակության փողոցներում։ Լավ, ես մի հարցնել ասեմ, հեղեղատարների հետ կապված։ Մյուս տարի նույնպես աղ ենք լցնելու, որովհետև այլ տարբերակ չունենք։ Աղ եւ ավազ բնականաբար, եթե մյուս տարի ձյուն գա, մենք կրկին օգտվելու ենք հին մեթոդներից։ Շատ լավ, մեկ էլ մարդիկ, որոնք շատ ակտիվ խոսում են փոխհատուցման, այսպես ասած, թեկուզ ժամանակավոր լուծումներից, ասում են նաև այդ նույն բլոգերները, որոնք անձամբ են գնում եւ այդ գործողությունները անում, հա, նաև դուք եք անում։ Նաև դուք եք անում։ Նրանք ասում են, օրինակ, եթե հեղեղատարները մաքրեք, այդ հարցն էլ կլուծվի, հա, ինչ որ տոկոսով։ Եվ նույնիսկ օրինակ են ծառայում քաղաքապետարանի կամ այդ վարչական շրջանի ղեկավարի համար, իրենք են մաքրում հեղեղատարներ եւ ցույց են տալիս ինչ կարեւոր բան է կամ ինչքան հեշտ է։ Օրինակ հեղեղատարների մաքրման աշխատանքներ իրականացնելու եք, թե չէ, կամ դուք համարում եք, որ այո, եթե այդ գործն էլ անի քաղաքային իշխանությունը, ապա այդ հարցն էլ որոշ չափով կլուծվի։ Այդ հարցը իրականացնում է քաղաքապետարան, բայց նաև այդտեղ մեր գործընկեր Վիոլա ջրի հետ կապված, այսինքն այդ հեղեղատարների մի մասը, բայց քաղաքապետարանը նույնպես մասնակցում է մաքրման աշխատանքներին, մասնավորապես ԵԱՍՄ հիմնարկի միջոցով մենք իրականացնում ենք, որովհետև այդ դուք ճիշտ եք նկատում, այդ հեղեղատարների հետ կապված դա անձրևների ժամանակ բավականին խնդիրներ է առաջացնում այն հեղեղատարները, որոնք որ